Ողջույն սիրելի աշակերտներ, այսօր մենք ճանապարհորդելու ենք Հայաստանի ամենաջրառատ մարզով։ Այն հանգած հրաբուխների մարզ է, խաչքարերի մարզ, հնավայրերի մարզ, քարերի մարզ, արագահոս գետերի մարզ, ժայռապատկերների մարզ։ Կարծում եմ հասկացաք, թե որ մարզի մասին է խոսքը, Գեղարքունիքի մարզի։ Այժմ ծանոթանանք նրա աշխարհագրական դիրքի հետ։ Գեղարքունիքի մարզը պետություններից սահմանակից է Ադրբեջանի հետ, մարզերից հյուսիսում սահմանակից է Տավուշին, արևմուտքից Կոտայքի մարզին, Արարատի մարզին, հարավից Վայոց ձորի մարզին։ Իսկ հարավ-արևելյան հատվածը զբաղեցնում է Արցախի հանրապետությունը։ Այժմ իմանանք մի քանի տվյալ մարզի մասին։ Տարածքը 5349 կիլոմետր քառակուսի է, բնակչությունը 235,000 մարդ, մարզկենտրոնը Գավառն է, քաղաքներն են Սևան, Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ։ Մարզի տարածքով անցնում են Ճամբարակ, Բերդ, Մարտունի, Եղեգնաձոր, Երևան, Սևան, Սոտք ճանապարհները։ Գեղարքունիքի մարզը հարուստ է լեռներով, Սևանա լիճը գոտևորում են Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի, ինչպես նաև Գեղամա լեռները։ Դաշտերից խոշոր է Մասրիկի դաշտը։ Այժմ ձեր էկրաններին տեսնում եք Վարդենիսի լեռները։ Իսկ սա Գեղամա լեռների ամենաբարձր գագաթն է, Աժդահակը, որը հանգած հրաբուխ է։ Սևանի ափին վեր է խոյանում Արեգունի լեռները։ Գեղարքունիքի մարզը հարուստ է ինչպես հանքային ջրերով, խմելու ջրերով, այնպես էլ գետերով և լճերով։ Ամենամեծը բնականաբար Սևանա լիճն է, ամենաբարձր քաղցրահամ լիճը Հայաստանի Հանրապետությունում։ Տարածքում են գտնվում նաև գետերից Գավառագետը, Արգիճին, Ձկնագետը, Մասրիկը, Ծակքարը, Վարդենիսը, լճերից Արմաղանը և Աժդահակը։ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության և աշխարհի բարձրադիր և քաղցրահամ լճերից մեկն է։ Արգիճի գետը թափվում է Սևանա լիճ։ Էկրաններին տեսնում եք Վարդենիս գետը ձմռանը։ Մարզում կան նաև օգտակար հանածոներ, հատկապես սոտքի ոսկու հանքերն են շատ հայտնի, ինչպես նաև կան քրոմիտի, տորֆի, հանքային ջրերի և այլ օգտակար հանածոներ, քարերից հայտնի է բազալտը։ Մարզի կլիման հիմնականում բարեխառն խիստ լեռնային է։ Ձմեռները ցուրտ են և տևական, կայուն ծնածածկույթով, ամառը տաք է, անամպ օրերի գերիշխանությամբ։ Տարածված լանդշաֆտներն են լեռնային տափաստանները, մերձալպյան և ալպյան լանդշաֆտները։ Սիրելի աշակերտ, երբ այցելես Գեղարքունիքի մարզ, անպայման մեկնիր հետևյալ վայրերը։ Ձեր էկրաններին տեսնում եք Նորատուսի խաչքարերը, միջնադարյան գերեզմանոց, ուր կուտակված են Հայաստանի ամենաշատ թվով խաչքարներ։ Անպայման պետք է այցելես նաև Սևանավանք, որը գտնվում է թերակղզու վրա։ Անտարբեր չպետք է անցնես նաև Վանևանի վանքի մոտով, որը միջնադարյան գոհարներից մեկն է։ Հրաշագեղ են նաև Մաքենյաց վանքը, ինչպես նաև Հայրավանքը, որը գտնվում է Սևանա լճի ափին։ Չմոռանաս նաև այցելել Իշխանավանք, որը գտնվում է Վարդենիս գետի ափին և Հայաստանի ամենամեծ գյուղում, Վարդենիկում։ Գեղեցիկ լուսանկարներ կարող ես ստանալ նաև այցելելով Ծակքար գյուղ, որտեղ բնության հուշարձաններից գտնվում է Ծակքարը, որի տակով հոսում է հենց համանուն գետը։ Հնում մեր հայրենակիցները աղբյուրների ակունքներին տեղադրել են վիշապաքարեր, որպեսզի այն պաշտպանի մեր ջուրը թշնամիներից։ Գեղարքունիքում դու կտեսնես վիշապաքարեր, որոնք գտնվում են Գեղամա լեռներում։ Սիրելի աշակերտներ, վստահ եմ, որ դու հրաշալի ժամանակ կանցկացնես, երբ այցելես Գեղարքունիք և կկիսվես քո լուսանկարներով։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք հաջորդ մարզում։